Օրհնյալ լինի մեր Տեր Աստվածը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Շնորհակալ ենք իր հնարավորության համար, շնորհակալ ենք իր ներկայության համար, իր ժողովրդի մեջ։ Խոսքը, որ այսօր պիտի ձեզ հետ կիսեմ ներկայացնեմ, այսպես են վերնագրել չար ժամանակների պատրաստություն։ Սուրբ Գիրքը ժամանակներին անուն է տալիս։ Հատուկ, ոնց որ ասած, ժամանակներ կան, որը հատուկ անունով ներկայացված է։ Օրինակ, հաճախ երբ որ դուք կարդալիս կլինեք Սուրբ Գրքում, կհանդիպեք հետին ժամանակներ կամ վերջին ժամանակներ, չէ, հասկացողությանը։ Այսինքն դա ինչ-որ ժամանակահատված է մարդկության պատմության, որը անվանված է այդպես, վերջի ժամանակ կամ հետին ժամանակ, այդպես է։ Եվ երբ որ այդ ժամանակները ներկայացվում է, թե այդ ժամանակներում ինչ իրադարձություններ կկատարվեն երկրի վրա եւ ինչու է դա առանձնացվել ու հատուկ նշվել, մնացած ժամանակներից առանձնացվել ու հատուկ նշվել, մենք տեսնում ենք, դա Քրիստոսի գալուստից առաջ որոշակի մի ժամանակահատված է, քանի տարի ես չեմ կարող ասել, բայց Քրիստոսի գալուստին մոտիկ ժամանակահատված, այսինքն այն ժամանակ, երբ որ Քրիստոսը պիտի գա, դրանից մի փոքր որ հետ է թանք ժամանակահատվածներ, տարիներ գնանք, դա կոչվում է վերջի ժամանակ։ Ինչու է վերջի, որովհետև այս չար աշխարհը վերջանում է դրանով։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը պիտի գա, եւ Տեր Հիսուս Քրիստոսը պիտի հաստատի իր նախ հազարամյա թագավորությունը երկրի վրա, հետո էլ հավիտենական թագավորությունը երկնքում։ Այս չար աշխարհը վերջանում է։ Աշխարհի վերջն է գալու, դրա համար կոչվում է վերջին ժամանակ։ Բայց ներկայացվում է Սուրբ Գիրքը եւ բնութագրում է այդ ժամանակը։ Ներկայացվում է, որ դա շատ կարելի ասել մարդկության պատմության ամենաչար ժամանակն է, ամենածանր ժամանակն է, վտանգավոր ժամանակն է, որ դա մի ժամանակահատված է, որում կարելի ասել չարին ծառայող մարդիկ, չարին ծառայող մարդիկ իր կատարելությանն ու գագաթնակետին է հասնելու նրանց հնարավորությունները։ Խոսում է երկրի վրա իրադարձությունների մասին, օրինակ խոսում է մի համակարգի մասին, որ կոչվում է Գազանի համակարգ, որ այդ համակարգը սատանայական է, դիվական, բացարձակ սատանայի ձեռք ստացած իշխանությունով է, որ ասենք ասած գլոբալ առումով աշխարհի մակարդակով մեծ իշխանություն է դա ձեռք բերելու եւ ունենալու է լծակներ մարդկանց ստիպելու, որ սատանային երկրպագեն։ Իր լծակները օգտագործել է, որ պղծության օրենքներ մտցնի մարդկանց մեջ եւ այդ ժամանակների համար, այդ գործնեության համար Դանիելը ասում է Դանիելի մարգարեության մեջ ավելի ճիշտ Աստված, երբ որ հայտնությունը ցույց է տալիս, երազ ասում է պիտի նա այս աշխատանքը տանի, ժամերն ու ժամանակները պիտի փոխի եւ դա նրա ձեռքը պիտի տրվի, այսինքն նա հաջողվելու է դրա մեջ, այսինքն նա ստեղծելու է այնպիսի միջավայր, իրավիճակ, ժամանակներ, ոնց որ մարդիկ շատ ժամանակ ասում են իրոք ժամանակները փոխվել է, մեր ժամանակին ոնց, չէ՞, ասենց, այսինքն այդ փոփոխություն, բայց արտառոց մի փոփոխություն է լինելու։ Եվ դեպի չարը, դեպի վատը։ Եվ մարդիկ, ասենք, միջավայրը շատ ապականվելու է, շատ չարացած է լինելու։ Բացի դրանից, ասենք ասած, գործելու է մեծ զորությունով մոլորություններ, մեծ, ասենք, ուժով լծակներ, ճնշումներ հոգևորների, հավատացյալների, քրիստոնյաների հանդեպ։ Եվ Սուրբ Գիրքը ասում է շատերը կմոլորվեն։ Մեկ ուրիշ տեղ շատերի համար ասում է շատերը ճշմարտության սերը կթողնեն։ Մեկ ուրիշ տեղ ասում է այսպես չեն համբերի եւ ասենք ասած սերը կթողնեն, ատելության մեջ կընկնեն, այդ միջավայրի չարությունից դրդված ու ազդված։ Եվ մեծ փորձանքներ ու մեծ վնասակար, ոնց որ ասած, իրավիճակ է լինելու, շատ խորամանկությամբ, շատ, ասենք ասած, ծածկված բանով, ասենք,
չարիքը ծածկված ձևով ներկայացվելու է ամեն ինչ։ Եվ ուզում եմ հիշեցնեմ Պողոս առաքյալը, որ Աստծուց հայտնությամբ խոսում էր այդ ժամանակների մասին, Տիմոթեոսին իր գրած նամակում այսպես է ներկայացնում 2 Տիմոթեոս 3:1-5. Սա գիտեցիր, որ հետին օրերում չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայիչ, ծնողներին աննազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան թե աստվածասեր, որ աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց նրա զորությունը ուրացած են, նրանցից էլ ետք հաշվիր։ Ուրեմն ներկայացնում է հետի ժամանակները, դրանք չար ժամանակներ են ու ասում է որովհետև ներկայացնում է ինչու են, հենց միջավայրը մարդկանց վիճակն է ներկայացնում, սա այս ամեն թվարկվածները որ կար, սրանք սենց ասեմ, միջավայրը բնութագրող վիճակներ են, այսինքն ընդհանուր միջավայրը այդպիսին է, մարդկությունը այդպիսին է, գերակշռող, ճնշող մեծամասնությունը հենց այսպիսի վարքագիծ ունի, բնավորություն ունի, դրվածք ու կյանք ունի, ինչպես որ կարդացինք, ընդ որում, եթե ուշադրություն դարձեցիք, ներկայացում է նաև հոգևոր աշխարհում, քրիստոնյաների մեջ, մարդիկ շատ կլինեն, չափազանց շատ կլինեն այսպիսիները, որ ինչ են, ավելի ցանկասեր են, քան աստվածասեր են, այսինքն իրանք ցանկություններով ապրում են, ցույց են տալիս իբր թե Աստծուն են ընտրել, Աստծու հետ են ուզում լինել, աստվածապաշտ են, բայց ասում են իրանք ավելի շատ իրենց ցանկություններն են սիրում, քան Աստծուն են սիրում։ Երբ որ պետք է գալիս, իրանք ցանկություններն են կատարում, ոչ թե Աստծո ցանկությունը։ Եվ սենց ասած չեն ուզում օրինակ Աստծո ցանկությունը կամքը կատարելու պատճառով իրենց ցանկություններից հրաժարվել, իրենց լավ բաներից հրաժարվել գուցե։ Եվ մեկ ուրիշ բնութագիր էլ ասում հոգևորների համար, որ աստվածապաշտության կերպարանք ունեն, բայց Տիրոջ զորությունը ուրացած են։ Այսինքն իրանք տեսքով ոնց որ իրանք ինչ որ բաներով եկեղեցի քաղաքույթների պաշտամունքների գնալով, աղոթքով գուցե աստվածապաշտության կերպարանք ունեն, տպավորություն է ստեղծում, իրանք Աստված են պաշտում։ Բայց Աստծո զորությունը իրանց մեջ չկա, ուրացել են։ Չի գործում Աստծո զորությունը։ Ոնց որ ասած կտրված են այդ Աստծուց։ Ցույց են տալում Աստված են պաշտում, բայց Աստված իրանց հետ չի։ Աստծո զորությունը իրանց մեջ չի։ Ասում է այսպիսիներն էլ ետք հաշվի։ Ինչևից է, ինչ է ներկայացնում, խոսում է այս իրավիճակը, որ մարդկանց մեջ կլինի, եւ սա ասենք մի բան է, որ դժվարացնում է շատ բարեպաշտ, Աստծուն սիրող, քրիստոնեական Քրիստոսի պատվիրանների համեմատ ցանկություն ունեցող մարդկանց կյանքը այդ միջավայրում դժվար է լինելու։ Եվ մեծ ճնշումներ են լինելու, մեծ դժվարություններով են անցնելու։ Բնականաբար Աստծուն սիրող մարդը միշտ պիտի մտածում է սա, ինքը համաձայն է, ընտրել է, որպեսզի կապ չունի, ինչ կանեն, ինչ չեն անի, ինչպիսի իրավիճակներ կստեղծվի, ինչպիսի ճնշումներ, ինքը որոշել է Աստծուն հնազանդ լինի, հավատարմություն անի։ Տիրոջ կամքը կատարող մարդ մնա, հավասարակշռված մնա, Աստծո խոսքի պես ապրի։ Դրանց խելքին չընկնի, դրանցից չազդվի։ Այդ երևույթները շատ տեսնելով իր համար սովորական նորմա չդառնա, ինքն էլ դրա այդ չհամակերպվի, մտածելով դե էսա կյանքն է։ Մեկ տեսնում ես, այդպես մարդիկ բաներ են հավանում, որ հասկանում ես, այնքան աչքը տեսել, որ սովորել են դառել է սովորական բան, բայց որ նայես Աստծո աչքերով Աստված այդ բաներին, որ ինքը սովորական նայում, մերժում է, զզվում է այդ բաներից, ինքը սկսել է չզզվել, սովորական դիտել։ Ռեկլամները բան ունեն, չէ, ազդեցություն ունեն։ Այնքան են ազդում, որ մինչև ցանկանում ես, կարելի ասել։ Եվ տեսնում ենք Տերը, ասենց ասեմ, այն մարդուն, որ անկեղծ է, սիրում է իր ճանապարհները, իրեն սիրում է եւ ուզում է ամեն տեղ, ամեն ժամանակ իրեն հնազանդ կյանքով ապրի, հենց այս վերջի ժամանակների համար ոնց որ ուղղություն է ցույց տալիս։ Ոնց անես, որպեսզի դու կարողանաս
լինելով այդ իրավիճակների մեջ, այդ միջավայրում, այդ հանդիպելով այդ դժվարություններին, մոլորություններին, քեզ ճիշտ պահես, ուղիղ պահես։ Եվ այդ թակարդների, որոգայթների, չարիքների, վնասների մեջ չընկնես։ Եվ ես ուզում եմ հիշեցնեմ Եփեսացիս թղթից 5-րդ գլուխ 15-ից 20 համարը։ Կարդամ ձեզ համար, ոնց որ Տերը մի հատ սխեմա է տալիս, գծագիր։ Կամ հիմա ընդունված ասել ճանապարհի քարտեզ, այսինքն քո ճանապարհը ոնց անես։ Ասում արդ նայեցեք, թե ինչպես, մինչև կարդալը ձեզ մի բան ասեմ, ընդհանրապես սենց է, եթե մարդը որևէ ժամանակահատվածի հետ է առնչվում, որ ինքը անմիջապես այդ ժամանակահատվածում եղած խնդիրները իրեն է վերաբերվելու, Տերը նրան օգնելու է, որ մարդը ինչ որ պետքա ստանա եւ այդ հարցերը, խնդիրները ինքը կարողանա հաղթահարի։ Եթե Իրանը չի, օրինակ խոսում ենք մի բանի մասին, որ մենք այդ ժամանակների մեջ չենք, գուցե այդ ժամանակները պետք է եսիմ երբ կան։ Տերը չի բանալելու, ոնց որ ասած, այս հոգսը քաշելու, որ պատրաստվի դրանց։ Պատրաստվում է այն մարդ, ով այդ ժամանակների մեջ է ապրում։ Բայց Սուրբ Գիրքը բազմաթիվ նշաններով ցույց է տալիս, որ հիմա է եկել։ Մենակ Սուրբ Գրքի հայտնության հետ միասին նաև տարբեր տեսակ Աստված իր ծառաներով հայտնություն է տալիս, որ շուտով կգա այդ վերջը, այսինքն այս չար ժամանակների մեջ ենք արդեն։ Մեր աշխն են տեսնում, այն որ նոր թվարկվեց, որ մարդիկ sense կլինեն։ Տեսնում ես շուրջ բոլորը տենց են, 90%-ը տենց են, շատ-շատերը տենց են։ Ճնշող մեծամասնություն։ Որ ասում օրինակ մարդիկ կլինեն օրինակի համար մի բան ասում, ասենք կռվարար կամ հանդուգն։ Բոլոր ժամանակներում այդպես մարդիկ կգտնվեին մարդկության մեջ, բայց հիմա ոչ թե այս ժամանակ եթե պիտի ջոկեին, մանգային գտնեին, այս մարդը շատ օրինակ հանդուգն մարդն է օրինակ։ Հիմա զերդ քցի հանի 10-ից 9 տենց են։ Իսկ դա որակա կազմած արդեն այդ միջավայրի որակն է, ոչ թե հատուկենտ մարդիկ։ Ընդհանուր այդպես են։ Մատնիշներ, լիքը մատնիշներ կան։ Որ ասես չի եղել մարդկության մեջ մատնիչ, այդպես բան չկա, հայել եղել են մատնիշները, պատմության մեջ թվարկվել է անգամ նրանց մասին գրքեր ու վկայությունները գրվել Հուդայից սկսած չէ, բան ասենք, բայց հիմա շատ են մատնիշները։ Ընդ որում հասկանում ես, գիտեք ինչ է հասկացում, այդ որ հասնում է մարդկությունը այդ չար վիճակին, այդ խմորվում է, դառնում է այդ մասան, այդ խմորը իրանց այդ ոնց ասած ծրագրով աշխատանքով գործում են նրանց հետ, որ այդպեսին դարձնեն։ Օրինակ այսօր որ նայում ես շատ բաներ, որ մատնիչություն է, անենց ամ ներկայացվում, որպես թե մի հատ ինչ ասեմ, պարտաճանաչ, sense են, չէ՞ ասում, քաղաքացու վարկագիծ։ Քաղաքացի, որը պարտաճանաչ է, իր քաղաքացիական պարտքն է կատարում։ Նկարի ես ինչ մեկին ուղարկիս այս ինչ հասցեով մատնի մի բան անում եւ այլ իսկ այն աշխատանք կա ընդհանուր աշխարհի մեջ որ այդ բանը կատարվում է ասում ծնողներին աննազանդ դուրս են անել հիմա դու գիտեք երեխայի իրավունքներ հասկացողությունը իբր թե ժողովրդավարության մի կարևոր մաս ժողովրդավարությունը լրիվ բլեֆ է եւ սատանայի բանն է սուտն է որ մտել է աշխարհ ու հաջողվել է եւ իբր թե բան այդ բանը երեխայի իրավունք յուվինալ արդարադատություն որն է այդ իրավունքի ոնց որ ասած նպատակը որ երեխան բանատեղ չդնի իր ծնողին երեխային սովորաբար ինչ են անում անենց ասենց ասած բանը դուխ են տալիս կոպիտ ասած այդ իրավունքներով զորացնում են որպեսզի երեխան իր ծնողին աննազանդ գտնվի մատ թափ տա իր ծնողի վրա, ու շատերը մատ են թափ տալում, թե ես կպար մի հատ ինչ կանեմ, էսա, հեռախոսահամարը տվել են, մանկապարտեզում, դպրոցում, ըստ է, ընդ է, զանգեմ կգան հարցերը կլուծեն ծնող։ Ես ուղղակի փոքր բաներ եմ ներկայացնում, բայց իրականության մեջ հատուկ աշխատանք է կատարում մարդկության մեջ, որ մարդկությունը խմորվում է, դառնում է ընդհանուր այդ որակին։ Այնպես էլ չի, ուղղակի ինքնըստինքյան ինչ-որ զարգացում է, բերում է այդ մակարդակին։ Էդի կա, բայց ավելի դրան արագացնող բան կա։ Եվ
ուզեմ կարդամ Եփեսացիս 5:15 խոսքից մինչև 20-ը։ Արտնայեցեք, թե ինչպես զգուշությամբ վարվեք, ոչ թե ինչպես անխելքներ, այլ ինչպես իմաստուններ, գնեցեք ժամանակը, որ օրերը չար են։ Նրա համար մի լինեք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը։ Եվ մի արփենագինով, որ նրանում անառակություն կայլացվեցեք հոգով, խոսելով ձեր մեջ սաղմոսներով եւ օրհնություններով եւ հոգեվոր երգերով, երգեցեք եւ սաղմոսեցեք ձեր սրտերում Տիրոջը։ Ամեն ժամանակ, ամեն բաների համար գոհացեք Աստվածանից եւ Հորիցը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Նախ հստակ է ասում, որ մարդը պիտի մտածի սրա մասին։ Ինչքան ժամանակ ամբողջ այստեղ ինչ որ թվարկեց ինչ անես, Աստված ինչի ամաղում քեզ, որ անելով այդ չար ժամանակների մեջ կարողանաս քեզ ոնց որ ասած մնաս ճշմարտության մեջ Աստծո ուզած վիճակում, այստեղ խոսում է որ ժամանակները չար են, դրա համար անմիտ պետք չի լինել, այլ պետք է լինել ինչ իմաստուն։ Այսինքն քանի որ ժամանակները միջավայրը չար է, այսինքն քեզ ոնց որ ասած ամեն պահ, ամեն տեղից, ամեն միջավայրից, իրավիճակից կարա մեծ վտանգ սպառնի։ Ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր։ Դրա համար մարդը պիտի իմաստուն լինի։ Ասում է անմիտ մի եղեք, իմաստուն եղեք։ Ասում է իմաստուն մարդը հերվից տեսնում է բանը, ասենք փոսը, չարիքը, ու շրջանցում է։ Բայց հիմար մարդը գնում է դրա մեջ, որտեղ ինքը չի տեսնում, իր խելքը չի երիքում։ Նախ Տիրոջ պահանջը է, դու պիտի մտածես իմաստություն ձեռք բերելու մասին։ Իմաստության աղբյուրն էլ մենք գիտենք, ի՞նչն է, Աստծո խոսքն է։ Աստված կարա իր խոսքով քեզ իմաստուն դարձնի, որ այնքան էլ չարությունը մեծանա, դու կարողանաս, ոնց որ ասած, հասկանաս, տեսնես, քո ոնց որ ասած Աստծո շնորհքով այդ բաներից հեռու մնաս։ Կարա Տերը։ Տեղ էլ կա Տերը ինքն է պահում։ Դու անգամ չես էլ նկատում, բայց ինքը պահում է։ Բայց միշտ չի, որ Աստված ասում է միամիտ տեղի, ես էլ քեզ միամիտ որպես կպահեմ։ Չէ, ասում է իմաստուն եղի, եւ քեզ դու ոնց որ ասած ճիշտ քայլերով քեզ պահի, ես էլ քո հետ եմ։ Իմ իմաստությունը ինձ քեզ եւ գիտենք Տիրոջ խոսքը, որ նայում եք, մարդուն իմաստուն է անում։ Մարդուն կյանքի հարցերում է իմաստուն անում։ Ոնց վարվի, որ հեռու մնա չարիքից, որ չարիքի թակարդի որոգայթի մեջ չընկնի, չարիքը չգա իր վրա պատի։ Շատ հարցերում Աստված խոսք է տալիս, որ դու հեռվից տեսնես այդ ամեն ինչը, ոչ թե կատարվի, պրծնի, քեզ հանդիպի, մեկ էլ դու տեսնես, որ ես ինչ թակարդ էր, ես ինչ չարիք էր, ես ինչ վատ բան էր, որոգայթ էր, թե հոգևոր, ասենք, սուտ վարդապետություն կլինի կամ չարություն կլինի, թե ֆիզիկական։ Աստված իր խոսքով բացահայտում է։ Քննում է եւ բացահայտում, ասում է հոգևոր մարդը ամեն բան քննում է եւ ինքը չի քննում, կամ ուրիշ տեղ ասում է ամեն բան քննեք, ինչ բարին ամուր բռնեք։ Այսինքն Աստված տալիս է այդ կարողությունը, որ կարողանաս քննես ու բարին ամուր բռնես։ Այսինքն քննելով հասկանաս, որն է չարը, որն է բարին։ Այդպես է։ Եվ բնականաբար չար ժամանակների մեջ որքան մարդը միամիտ գտնվեց, այնքան իր վնասը արագ կլինի ու շուտ կլինի։ Պատկերացնեք, մարդը միամիտ է մի միջավայրում, որ այդքան չար չէ այդ միջավայրը։ Բայց մարդը միամիտ է այն միջավայրում, չի հասկանում, չի կողմնորոշում, չի գիտակցում, որ շատ չար է այդ միջավայրը։ Սենց ատամները կրճտցրելով, ոնց որ ասած աշկերը 4 արած, տենում են, որ հանկարծ մի հատ թույլ տա մի առիթ կուտեն այդ մարդուն։ Այդ մարդը շատ իմաստուն իրոք պետք է լինի, չէ՞։ Ոնց որ անդադ հսկելու մեջ ուշադիր ճիշտ վարվի, առիթ չտա, որ վնաս տան իրան։ Բայց այն միջավայրում, որ այդ վտանգը չկա, կարա այդքան լարված չլինի, այդքան մեծ իմաստություն չի պահանջում։ Ասում եմ, չար ժամանակների պատճառով շատ իմաստություն է պետք է ո մարդ։ Իսկ նորից եմ ասում, Աստծո խոսքը կյանքի խոսք է։ Այսինքն կյանքիդ հետ կապված բոլոր իրավիճակները այնտեղ ներկայացված են եւ Աստծո իմաստությունով լուծումներն էլ տրված են։ Ամենամեծ լուծումը սա է, որ Աստված քո հետ է։ Բայց նաև սա է, որ ուղղակի մենակ սա չէ, Աստված ինձ կպայի։ Դա Տերը ասում է քեզ կպայեմ, բայց տեղ էլ ասում է քո ունեցածը ինչ արա, գործադրի։ Ես քեզ տալիս եմ իմաստություն, որ դու ճիշտ ապրես, որ դու հեռու մնաս չարիքից, որ դու կարողանաս տեսնես ու հեռանաս, վնասի մեջ չընկնես։
Եվ այստեղ շարունակության մեջ մեկ ուրիշ բան էլ ասում, իմաստության մի կարևոր քայլ, ասեց այլ մի եղեք անխելքներ, այլ ինչպես իմաստուններ, գնեցեք ժամանակը, որ օրերը չար են։ Գնեցեք ժամանակը, ահա մի եւս պահանջ Աստծո, խրատ առաջնորդություն։ Ուզում ես քեզ այդ ոնց որ ասած ժամանակաշրջանում կարողանաս պահես եւ չընկնել չարիքի մեջ։ Ուրեմն ժամանակը գնելու հարց կա։ Այսինքն դրա համար աշխատանք է պետք քո վրա կատարես։ Դրա համար դու պետք է շատ հարցեր կար, որ ոնց որ ասած առաջնայիններ եւ այլը, հիմա պետք է առաջնայինը դրանք ոնց որ ասած այդ ժամանակը դրանց չտրամադրես։ Հիմա ավելի առաջնային ու կարևոր բան կա։ Այն որտեղ կա, չէ, պետությունների մեջ սովորական կյանքով ապրում են, մեկ էլ ինչ որ պատճառով արտակարգ իրավիճակ։ Այսինքն փոխվել է արդեն, ուրիշ ձև է։ Այն ժամանակ պետության առաջնահերթությունները կյանքի ընթացքի փոխվում է արտակարգ իրավիճակների մեջ։ Արդեն կարևոր բաներ գալիս են, առաջի տեղում են կանգնում, շատ բաներ, որ ժամանակին կարևոր են, երկրորդական են դառնում, որտեղ իրավիճակը արտակարգ է։ Նմանապես մենք այդ ժամանակվա մարդկանց համար իրավիճակը արտակարգ է։ Այնպես չի, որ այն ինչ որ մեր ժամանակը տալիս ենք, զբաղվում ենք, հետաքրքրված ենք, շռայլում ենք, հիմա էլ պիտի այդպես վարվենք։ Հիմա այդպես վարվենք, կնմանվենք, հիշում եք ինչ է խոսում, իմաստուն կույս եւ հիմար կույս։ Կնմանվենք հիմար կույսերին, որ ժամանակը ճիշտ չօգտագործվեց։ Այստեղ ասում եմ գնեք ժամանակ, այսինքն եթե դու մի բան կար, որ ասենց ասեմ, դու կարայիր ժամանակին դրանով քո կյանքի մեջ կար այդ հատվածը, զբաղվում էր եւ այլը, հիմա գուցե եկել այն պահը, որ դա պետք է նվիրես քո պատրաստությանը, չար ժամանակների հետ կապված, որտեվ քեզ կարևոր ոնց որ ասած ժամանակ է տրված, որ դու պատրաստվես։ Մի ամեն ինչի վրա քո ժամանակը պիտի ցփնես, ծախսես։ Առաջ գուցե կարող էիր ինչ-որ տեղ, ինչ-որ բանում շռայլեիր քեզ։ Հիմա իրավիճակը այդ չի, բան պահանջում է ուրիշ կերպ վարվես։ Կարայր սրանով զբաղվել, նրանով զբաղվել, այս բանը, այն բանը, այս հարցը, հիմա պետք է գնես ժամանակ, այսինքն այն ինչ որ կարա այդ ժամանակ օգտագործել ինչ-որ հարցերի հետ կապված լուծումներ տալու, թող այդ ժամանակ օգտագործի քո այդ չար ժամանակների հետ կապված պատրաստությանը։ Ես այդտեղ ասում եմ ինչպիսի պատրաստության մասն է խոսքը։ Նրա համար մի լինեք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը։ Շատ կարևոր է մարդը հենց իր այդ պատրաստության մեջ էսի ունենա, որտեվ Աստված ուշադրություն դարձրեք, Աստված մարդուն պատրաստում է։ Մարդը կարա նկատի դա, տեսնի եւ իմաստուն մարդը, միտք առնող մարդը, հասկանա, զգոն արթուն լինի եւ այդ քայլերը, որով Աստված իրան պատրաստությունը էր տեսնում, ինքը այդ քայլերով առաջ գնա, պատրաստվի։ Բայց մարդը կարա չնկատի էլ, չհասկանա էլ, այս պահին Աստված ինչ հարցի վրա է կանգ առել, որ շատ կարևոր է, որ այսօր լուծում ունենա, որ եկուց վաղը դա ինձ պետք է։ Ու տենց էլ թողնի այդ հարցը մնա։ Լսի, քարոզա լսի կամ Աստված ինչ որ ձև իր սրտի հետ խոսա, բայց ինքը առաջնահերթություն չտա, գնա ու մոռանա ու չզբաղվի այդ հարցով։ Դրա համար իմացեք ինչը Աստծո կամքը, այսինքն Աստված ինչ է կամենում հիմա քո համար, կոնկրետ։ Եվ ինչ դու պիտի անես, ինչ քայլ հիմա պիտի անես, որ հարցը պիտի լուծես, որ խնդրի հետ կապված է, որ եկուս դժվարություն է, այդ դժվարությունների մեջ էսի քո թույլ տեղն է, այսօր պիտի դու լուծես։ Պիտի մի հասկանաս Աստծո կամքը, պիտի աղոթք անես։ Եվ Տերը քայլ-քայլ մարդուն, այո, պատրաստում է, վստահ եմ, այս եկեղեցում է շատ քարոզներ իրենց հերթականությամբ այդ պատրաստությունը ունենում են։ Մնում է մենք իրոք ճիշտ վարվենք, հասկանանք եւ հետևենք։ Եվ վերջապես ինչ ասում, ասում լցվեք Սուրբ Հոգով։ Ասում եւ մի արփենագինով, որ նրանում անառակություն կա, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Սա էլ է այդ պատրաստության մեջ մտնում։ Չար ժամանակների մեջ Աստծո մարդու համար շատ կարևոր է, որ ինքը Սուրբ Հոգով լցված մարդ լինի։ Այդ Սուրբ Հոգով լցելությունը իրան զորություն է տալու, կարողություն է տալու այդ ժամանակամիջոցում իրան ճիշտ բայի, չպարտվի, կուլ չգնա։ Սուրբ Հոգով լցվեք։ Այդպես ասում։ Տեսեք ինչ ասում, մի արփենագինով, այլ Սուրբ Հոգով լցվեք։ Գինով հարբածները գինին է, չէ՞ իրանց առաջնորդում։
Սուրբ Հոգով լցվածներն են Սուրբ Հոգին առաջնորդում։ Իսկ այդ ժամանակների մեջ շատ կարևոր է դու լցված լինես Սուրբ Հոգով։ Եվ երբ որ տեսնում ենք Սուրբ Հոգու լեցունությունը մարդկանց վրա որ լինում էր, ուշադրություն դարձեք, ես սա ասեմ, չի ասում Սուրբ Հոգով մկրտվեք։ Տարբերություն կա Սուրբ Հոգով մկրտվելու, Սուրբ Հոգով լցվելու։ Սուրբ Հոգով մկրտվում էին այն մարդիկ, ովքեր Քրիստոսի, այսպես ասած, Պենտեկոստեից հետո դա եղավ։ Քրիստոսի գործը կատարվելուց հետո եւ փառավորվելուց երկին գնաց եւ ուղարկեց։ Բայց Սուրբ Հոգով լցվում էին մարդիկ, ովքեր հին ուխտում էին, դեռ Քրիստոսը չէր եկել։ Սուրբ Հոգու լեցունությունը այլ բան է։ Եվ որտեղ որ գրված է, օրինակ, այսինչ մարդը Սուրբ Հոգով լցված է, ու նրա վրա տեսնում ենք զորություն, շնորհք, իմաստություն, համարձակություն, Իսկն աստվածային կարողությունները, ոնց որ ասած, արտակարգ ձևով իր միջոցով սկսում է օգտագործել բանանը, երևալ, բացահայտվել Սուրբ Հոգով լցված մարդուն։ Եվ հենց ասենք Աստծո մարդիկ Սուրբ Հոգուց առաջնորդված խոսեցին, չէ՞, նրանք լցվել են այո Սուրբ Հոգով եւ ասենք այդ առաջնորդությունը եղել է Աստծոց եւ գործը խոսել են, գրել են Սուրբ Գիրքներն բանարել։ Եվ այստեղ ներկայացնում է, որ լցրեք, նայեք, ուշադրություն դարձեք, հետաքրքիր է խոսքը ասում, չէ՞, լցվեք, հրաման է տալիս։ Այսինքն, եթե Աստված ասում է, արա դու, ուրեմն դու անելու բան ունես։ Ճիշտ է, անկախ Աստծուց չի, բայց դու անելու բան ունես։ Որպեսզի դու Սուրբ Հոգով լցվես, քեզ ասում, լցվի, ուրեմն դու անելու բան ունես։ Մարդը դա էլ պիտի փնտրի։ Այդ ինչ անեմ, որ լցվեմ Սուրբ Հոգով։ Բայց այդտեղ հետաքրքիր է Սուրբ Հոգու լեցունության արդյունքներից է խոսում։ Սուրբ Հոգով լցվելու հետևանք ասում է խոսելով ձեր մեջ ինչ սաղմոսներով, օրհնություն, այսինքն Սուրբ Հոգով լցված մարդը ուրախ է Աստծով, գովաբանություն ունի Աստծուն, Տիրոջն է տեսնում, Տիրոջն է փառավորում, չի վախենում դրա պատճառով իր թշնամիներից, իրավիճակներից, Աստծուն ոնց որ ասած իր զորությունն է տեսնում, իր հետ լինելն է տեսնում, համարձակություն ունի։ Երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 7-րդ խոսքում ասում Աստված մեզ չտվեց երկչոքության, վախկոտության հոգի, այլ սիրո զորության եւ ինչ զգաստության։ Դա սիրո հոգի, այսինքն Սուրբ Հոգով լցված մարդը կարողա թշնամունել չատի, այլ սիրի, որպես մարդ։ Կարողանում է համարձակ լինի, զորության հոգի, ոնց որ համարձակ է, զորավոր է տեսնում Քրիստոսը, Աստծո, որտեղ Աստված իմ հետ Աստծո ներկայությունն է տեսնում, Աստծո պաշտպանությունն է տեսնում, իշխանությունը եւ այլը։ Եվ դրա համար այսքանում ես, որ ոնց որ այդ ժամանակների մեջ այդ զորությունը պետք է անպայման շատ կարևոր է, լցվեք Սուրբ Հոգով։ Կամ ստեղ ասում է ինչ է ներկայացնում, ոչ միայն օրհնաբանություն, գովաբանություն, երգ, սաղմոս, ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացեք Աստվածանից եւ Հորից մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Այո, մարդը երբ որ Աստծո հոգով է լցված, ինքը էլ նայեք, չար ժամանակների մեջ է ապրում, շատ դժվարություններով է անցնում, շատ դժվարություններ է քաշում, շատ նեղություններ, բայց ինքը կարա ինչ անի, ասում ամեն ժամանակ ամեն բանի համար գոհանա։ Եթե այդ հոգով լցված չեղավ, եթե այդ Աստծո ազդեցությունը իր վրա չեղավ, Աստծո հոգու ներգործությունը չեղավ, ինքը կկենտրոնանա իր դժվարության վրա, իր խնդրի վրա, իր խնդրի վրա, դա լիքն է լինելու։ Մարդիկ կան անգամ հիմա եղել է իրավիճակ, որ դժվարությունից ելնելով որ ասում ես փառք դու Տիրոջ, ասա, ինչի վրա, ինչի համար փառք տամ։ Գոհացի Տիրոջից, ասում եմ, ինչի համար։ Այսինքն իր խնդրեմ իրան կերել է։ Լցված է իր խնդրեմը, ոչ դրա համար ասում, մի արփեցեք գինով, այլ լցվեք ինչ Սուրբ Հոգով, այսինքն լցվել լցված է ոնց որ ասած այդ բան, իր դժվարություններով։ Եվ այստեղ գինին մենակ ուշադրություն դարձեք, այն ֆիզիկական գինին չի, որ խմում ես, շատ գինիներ կան, որ մարդուն հարբը ցնում են։ Մարդը տարվում է դրանով։ Չէ, այսօր մարդիկ հազար հարցեր կան, որոնցով տարված են, հոգսեր, դժվարություններ, զվարճանքներ, հաճույքներ, խաղեր, թակարդներ, դրանք գինիների նման բան են, մարդուն տանում են։ Բայց դուք Սուրբ Հոգով տարվեցիք, լցվեք ու տարվեք։ Սուրբ Հոգով լցված մարդը կարա իրոք անկախ ամեն ինչից փառավորի Տիրոջը, իր նեղությունը, դժվարությունը իր աշկին չերևա, որովհետև այդ լեցունցին այն օգնում է տեսնի Աստծուն, Աստծո բարիքները, ողորմությունները, ապագան, խոստումները, պաշտպանությունը եւ ուրախ լինի։ Ասում է Պողոսին ու Շիղային բռնել էին, բանտում դրել էին, ոտերն էլ կոճղերի մեջ,
ամրացրել էին շղթաներով։ Մենք նու շիղան Պողոսի երգում էին, փառավորում էին, ուրախ էին Աստծո Սուրբ Հոգով լցված։ Եվ ասում են ինչ կատարեց Աստված այդ բանտի հիմունքները, հիմքերը շարժեց եւ դռները բացվեցին։ Գործք առաքելոց 4-րդ գլխում 29-ից 31-ում առաքյալներին այդ ժամանակվա հոգևոր իշխանությունները, քահանաներ, փարիսեցիներ, դպիրներ կանչեցին եւ ոնց որ բան արեցին, վախեցրեցին, ասացին Հիսուսի անունով չքարոզեք։ Ճիշտ է, իրանք պատասխան տվեցին, բայց երբ որ եկան ժողովրդի մեջ, պատմեցին, ամբողջ ժողովրդով միաբան աղոթք վերցրեցին ու սկսեցին Տիրոջը կանչել, աղոթք անել եւ ինչ ասում 20 եւ հիմա Տեր նայել նրանց սպառնալիքին եւ դուր քո ծառաներին բոլոր համարձակությունով քո խոսքը խոսել, որ քո ձեռքը մեկնես, որ բժշկություն եւ նշաններ եւ հրաշքներ լինի, որ քո Սուրբ Որդի Հիսուսի անունով եւ նրանք աղոթք անելիս շարժվեցավ այն տեղը, ուր որ ժողված էին եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցան եւ Աստծո խոսքը խոսում էին համարձակությունով։ Երբ որ այդ աղոթքը արեցին, Տեր տուր, որ մենք չվախենանք դրանց սպառնալիքից, հետ չքաշվենք քո խոսքը խոսալուց, այլ հակառակ մի բան էլ նշան զորություններ լինի, ամենքը Սուրբ Հոգով լցվեցան եւ ինչ էին անում, խոսում էին Աստծո խոսքը համարձակությունով, այսինքն իրանց մահվան վտանգ կար իրանց առաջին, որտեղ ասել էին, այո, շատ վատ կլինի ձեզ համար, որ խոսեք, բայց իրանք հելան ու համարձակ խոսեցին, այլ աշներին էլ չէր եղած։ Այսինքն Սուրբ Հոգով լեցունությունը բերում է այո այդ կարևոր կարողության զորություն արտահայտմանը, որ մարդը այդ մեծ դժվարությունները, որ պիտի ունենա վերջի ժամանակներում, դրանցից ասենց ասած չթուլանա, չվախենա, չխեղճանա, չկոտրվի, դրանցով չլցվի ու դարդուցավով, ոնց որ ասած դարդուցավ ոնց որ ասենց ապրի, այլ կարողանա գոհանա, ուրախ լինի եւ համարձակ լինի։ Անձը ուրացած Տիրոջ համար գործի։ Ուրեմն այս Տիրոջ խոսքը նորից հիշեցնեմ, այսպիսին էր, որ ժամանակները չար են եւ այս բաները արեք, որպեսզի դուք կարողանաք այդ չար ժամանակներով անցնեք եւ այդ չարիքներից էլ ոնց որ ասած Աստծով ազատվեք, հաղթեք։ Աղոթք անեք։